կոալիցիական պայմանագրի անդամ է եւ գնում էր ներկուսակցական խորհրդակցում էր, դա ակնհայտ է, չէ՞ որ դա ընտրապայքար էր։ Գումարած այդ մյուս այդ փոփոխությունները այդ ամբողջ։ Ուրեմն բացատրեմ ինչ այս կոչված այս փոշիացումը օրինակների վրա, որ մարդիկ པարզ հասկանան եւ հասկանան, որ ուրճացված է դրա վտանգը։ Ես թվերով նայենք։ 32% ասենք հավաքում է Նիկոլ Փաշինյանը։ Ենթադրենք 28% հավաքում է Սամվել Կարապետյանի ուժը։ Ստական թվեր եմ ասում, չեմ ասում այս բան։ Ենթադրենք BBR հավաքում է, ասենք, մենք վատագույն տարբերակներ անում, ես BBR օրինակն եմ բերում, որ չասեն ուրիշի վրա ինչ ես բերում, հակագովազդ է, էլի։ Ասենք BBR հավաքում է 3%, չի անցնում 4%-ը։ Այսինքն ստացվում է, որ BBR 3%-ը դա կարողնի 36,000 քվե։ 36 կամ 33, դավես 11,000-ն է մի տոկոսի, 10 ասենք 33,000 քվե։ Որ նշանակում է այս 3% 31,000-ի 1%-ը, չէ, անում է 310 քվե։ 31,000-ը բաժնած 100-ի անում է 310 քվե։ Եթե ուժեղ Հայաստանի եւ ԿՊ-ի միջև տարբերությունը 4% է, ապա այդ ձայները բաշխվելու պարագային ԿՊ-ն ստանում է ուժեղ Հայաստանից մեր ձայներից 4%, այսինքն 3 անգամ 310 անում է 1240 քվե։ 1240 քվե։ Եվ եթե 1,200,000 մարդ համասնակցում, ապա 1240 քվեն անում է 0,1%։ Հասկանալի է։ Հիմա հարց եմ ուզում տամ, արդյոք ԿՊ-ի եւ ասենք նույն ուժեղ Հայաստանի միջև տարբերությունը 0,1% է լինելու, ես հələ շատով եմ հաշվում, որը այսպես ասած այդ փոշիացված ձայները ազդեն վրան, չեն ազդելու, 0,1%-ը չի ազդելու, որովհետեւ այդ տարբերությունը լինելու առնվազն մի քանի տոկոս։ Եվ այդպես մի շարք այլ կուսակցությունների 0,1-ից 1, 0,2-ից մյուսը եւ ոտից գլուխ այդ ամբողջը որ նայեք, որտեվ դա մի քանի կուսակցության վրա է բաժանվելու, ընդհանրապես լինելու է ամենաշատը, ասենք շահ կուսակցությունը մի կես տոկոս է ստանալու ավել, ասենք առաջինը, քան մյուսները, որտեվ համամասնության մեջ իր քվեները մի քիչ ավելի շատ է գալի, բայց կրկնեմ, այդ կես տոկոսը չի որոշելու։ Հետևաբար այս խոսակցությունները բան են, կեղծ են։ Հիմա ավելին ասեմ, մեր մասնակցությունը եւ շատ քիչ են, բայց ելի մի երկու գաղափարական կուսակցության մասնակցությունը օգուտ է բերում, անգամ եթե չանցնեն 4%, բացատրեմ ինչու։ Որովհետեւ այդ կուսակցությունների մասնակցությունը բերում է իրենց ընտրողներին ընտրության մասնակցության։ Իսկ ինչքան ընտրողների թիվը շատ են, այնքան Նիկոլ Փաշինյանի արդեն հաստատագրված քվեները տոկոսային առումով քիչ են լինում, չէ՞։ Այսինքն եթե դեպի 400,000 քվե ստանա, 800,000 մասնակցի դեպքում դա 50% անում, 1,200,000-ի դեպքում դա անում է 33%, չգիտեմ, 1,600,000-ի դեպքում ընդհանրապես անում է 25%։ Հետևաբար եթե կուսակցությունը մասնակցում է եւ իր ընտրողները մասնակցում են, քվեների թիվն էլ շատանում է, ԿՊ-ի տոկոսները քչանում է։ Հիմա ասենք բանը ոմանք կարող են ասել, որ դե կարային չմասնակցեն, բայց իրենց ընտրողները թող գնային ընտրեն ուրիշների։ Նայեք իրողությանը։ Եթե BBR-ը չէր մասնակցելու, ես օրինակ ընտրությունների չէի գնալու։ Ես վստահ եմ BBR-ի ընտրողների առնվազն կեսը, եթե մենք պայմանական ասած 33,000 հաշվեցինք, թեև ես վստահ եմ, որ շատ ավելին է 50,000-ից ավել հավաքելու, 33,000-ից 17,000-ը 50%-ը չէր մասնակցելու։ 17,000 արդեն 1,5% է համարյա գալիս։ Ուրեմն 1,5%-ի պակասումը ընդհանուր ընտրողների ավելի վատ է այդ ընտրությունների ելքի համար կամ ավելի լավ է Նիկոլ Փաշինյանի համար, քան ասենք այդ այսպես կոչված փոշիացող ձայները։ Սա ինչ է։ Սա Նիկոլ Փաշինյանի կողմից կեղծ
քարոզչություն, որպիսի մարդիկ մտածեն, որ իրենց կուսակցությունը չի, ասենք նույն Բևեր, չգիտեմ, մյուսը աններ չտան բացի Բևերից, չի անցնելու, դե որ չի անցնելու, ես չեմ գնա քվե չեմ տա որևէ մեկին, ընտրողների թիվը ցածր կլինի, հետեւաբար իրենց անգամ քիչ կեղծիքը, ենթադրենք, եթե իրենք 20,000 են կեղծել, բնականաբար 20,000-ը փոքր թվի մեջ ավելի մեծ տոկոս է, քան մեծ թվի մեջ։ Հետևաբար ինչքան մասնակցությունը քիչ, այնքան իրանց օգուտ։ Դրա համար ես կոչ եմ անում, առաջին հերթին գնացեք, մի զլացեք, մի տրվեք ուրիշների խաբուսիկ, չգիտեմ, քարոզչությանը, մասնակցեք առաջին հերթին ընտրությանը, սա ամենակարևորն է։ Եվ երկրորդ հերթին ձեր քվեն տվեք, այո, ազգային ժողովրդական, որովհետև այս են կուսակցությունն է, որը եւ գործով, եւ խոսքով, եւ իր ճակատագրով հալածանքների ենթարկվելով եւ այլն հավատարիմ է մնացել, որովհետև շատ նորաթող ուժեր կան, որ ոչինչ չեն արել եւ ոչ մի կարողություն չունեն, սարեր են խոստանում, մեծ խոսում են։ Եղբայր, այսօր 200 հոգյանոց մի հատ ցույց չես արել, որ մենք քեզ փողոցում տեսնենք, որ դու 200 հետևորդ ունես, բայց դուք խոսում եք արդեն երկրորդ տեղ գրավել։ Ինչի՞ է սա խոսում, ես ասեմ ձեզ, որտեղ սրանք իշխանության կողմից ստեղծված կուսակցություններ են, այս կեղծ քարոզչությունը արվում է, որ իրենք շատ ձայներ ունեն, տեսեք ինչ, որպեսզի երբ որ կեղծվեն իրանց ձայները շատ գրվեն ձայները, չլինի, ասեն դե տեսեք, դե միշտեղ դրա մասին խոսվել է, միշտեղ հարցումները ցույց են տալիս, որ իրանց ցուցանիշները շատ է, բայց երբ որ ասում ես դե լավ, մի հատ 30 հոգով իրար հետ նկարվեք, խմբակային նկար դրեք, տենանք 30 հոգի մարդկանք, այդ չունեն, բայց ելի եմ կրկնում, սա նախապատրաստում է հերթական խաբեությունը եւ կեղծումը, այս որպես կանոն նման կուսակցությունները հանդես են գալիս, կրկնօրինակում են, մասնավորապես Բևերի կամ այլոց, ոչ միայն ծրագրերը, այլ նաև բառապաշարը եւ այլն, իրենք երկու խնդիր են լուծում։ Մեկը ընդդիմադիր ուժերի ձայների մի մասը իրանց վրա են քաշում տանում, որպեսզի հավանականությունը, օրինակ, եթե Բևերի դաշտում սկսում են ինչ որ ազգային գաղափարներից խոսալ, բնականաբար դա մեր ընտրողին տանելն է։ Եվ եթե նոր բան ասեն, հարց չկա, նոր բան չեն ասում, կրկնում են նույնը, ուրեմն այդ մի խնդիրն է, եւ երկրորդ խնդիրն է, երբ որ իրանք մտնեն խորհրդարան, եթե մտնեն, այսինքն եթե իշխանությունը իրանց մտցնի խորհրդարան, վստահ եղեք, ինչ ուզում է խոսան, վերջը գնալու են, ասելու են դե ճիշտ է Նիկոլ Փաշինյանն իրավիճակա փոխվել, միանան, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի իր ազգակործան գործունեությունը, իրանք էլ ստանան իրանց բանը, աթոռն ու աշխատավարձն ու գործողումները ու այլն։ Իդեպ ասեմ, թող պարզ լինի շատերը գիտեն, անձամբ ես չկամ այդ ցուցակների մեջ, երբեք չեմ եղել եւ երբեք պաշտոն չեմ կարող ստանալ։